Բարև ձեզ ընկերներ, նորից միասին թվանք ենք նկարելու, բավականին հետաքրքիր զենք ունենք, զենքը տրամադրել է մեզ Safari Arms ընկերությունը, դուք կիմանաք տեղով մանումենտի մոտի զենքի խանութն է, եթե ցանկանաք հավանեք այս զենքը, կարող եք գնալ այնտեղից գնել, ողջույններս Արսենին ու Safari խանութի ողջ անձնակազմին։ Զենքը 308 տրամաչափի է, Tikka Super Varmint։ Ամենահաստ փողով տարբերակն է, հարմար է գերճշգրիտ կրակելու համար։ Փողը 24 դյույմանոց է ու 10 թվիստով է, ինչը հնարավորություն է տալի կրակել ծանր գնդակներ։ Ունի բոլոր այն առավելությունները, ինչ որ ունեն Tikka-ները, հատուկ Պակրիչայով փակ կաղակը, 2 բայվոյ ուպորներով, թվիստը ասեցի 10 է, փողը օդում կախված է, V-Vision-ի է, շասին պլաստմասից է, կարգավորվում է թշի հենակը։ Շատ դեպքերում ես դրսում եմ նայել, այս զենքերը առնում են ու դնում են ինչ-որ հատուկ ընկերությունների շասիներ, կլինի MDT, MPA ու ստանում են իրենց ցանկացած զենքը, որտեվ զատվորը ընտիր է, զատվորային խումբը, փողը լավն է ու շասին էլ լավացնում են, դառնում է իդեալական տարբերակ։ Օպտիկան մեր Riton օպտիկան է, որը թվանքից թվանք դեգերելով հասել է այս զենքին, իրան բավականին լավ է ցուցաբեր է, օղակները շպուրի ռեպլիկաներն են, որոնք աշխատում են շպուրի պես ու այս զենքի կոմպլեքսը բավականին լավն է ու ես կարծում եմ այն ինչը գործարանը ասում է, որ կեսմոա փունջի հնարավորություն ունի, կարողանալու ենք ապահովել։ Միակ բանը ոտիկներն է, որ սովորական ենք դրել, որտեվ ձեռներիս տակ լավը չկար, դուք որ նման զենք առնեք, սովորական հարիստներ մի դրեք։ Օգտվելով առիթից կուզեմ մյուս խանութներին էլ առաջարկ ուղարկեմ, մանավանդ այն խանութներին, ովքեր երբևէ համագործակցում կամ համագործակցել են ազատազենի հետ, դուք էլ կարող եք ձեր զենքերը բերեք, կամ դուք նկարվեք ավելի լավ տարբերակը, կամ եթե տենց չեք ուզենա, կտակ ես կամ Ռաֆոն կամ մեր թիմից մեկը կնկարի։ Այս գործը պետքա շարունակական լինի, պետքա բազում թվանքներ լինեն, որ մեր հասարակությունը տենա, ինչքան տարբեր հետաքրքիր տեսակի զենքեր կան, ինչքան տարբեր խավերից մարդիկ են զինվում, մարզվում ու նաև թվանքով է, որ Հայաստանում զենք ունենալը նորմալ դարձնելու գործն ենք մենք անում։ Դե ինչ, երևի այսքան է, գնանք առաջ փունջ կրակելու, բայց մինչև փունջը ինձ որ լսեք, կբաժանորդագրվեք, որովհետև դա ինձ ու Անդրանին բավականին ուրախացնում է։ Իսկ եթե այդ ամեն ինչը ձեր քչին գա, կարող եք չզսպել ձեզ ու նաև Patreon-ում գրանցվեք, դրանով կօգնեք մեր մեդիա կոնտենտը ավելի լավը դարձնենք։ Գնացին։ Արի։ Առաջի անգամ զենքը կրակելուց պետքա օպտիկան ճշտադրենք։ Դրանք կա թանկ ու էժան տարբերակներ։ Թանկը երբ որ ինչ-որ հողի վրա կրակելով մոտավոր բերում ես մինչև ասենք կկպնի ընդեղ ընկած ակի նոր վերադառնում ես թղթին ու ծախսում ես փամփուշտներ, իսկ ավելի էժանը, որ հանում ես փակաղակը փողի մեջով այնպես ես անում, որ նույն տեղը նայես ինչ որ օպտիկայով, ինչքան հնարավոր է։ Այնտեղ ամրացնում ես ավելի մեծ թուղթ, A4, A3 չէ էլի։ Ու առաջի կրակոցը մեծ հավանականությամբ թղթին դիպչում ես։ Դրանից հետո եթե թուղթը հարմար է, իր վրա մոհաներ է, ոնց որ մեր թուղթն է, կլիկերով առանց գնալու ես դզում, եթե չէ գնում կանոնով չափում ես, որ կպել ես 27 սանտիմ ձախ, 5 սանտիմ վերև, խաչը տեղափոխում ես հենց 27.5 ու ստանում ես արդյունքը։ Ինձ թվում է մենք լավ է նայում ենք։
Ու գնաց առաջին կրակոցը։ Դե ինչ դնենք հակառակը, անպայման հակնենք ականջակալները, որովհետև 308 տրամաչափի ձայնը բավական բարձր է ու միանշանակ վնասելու է մեր ականջներին։ Ու դնենք առաջի փամփուշտը։ Անընդհատ ուզում եմ ասեմ, որ առաջի կրակոցն է լինելու, հետո հիշում եմ, որ մի հատ գործարանում եմ փորձել, մի հատ 5 հատ մեր էկոյում են կրակե ու դառնում է հերթական առաջին կրակոցը, էլի։ Մոտ կրակողներից մարդ կա։ Պարկենք, որ մաքսիմալը քամենք զենքից, էլի։ Գնացինք։ Պարկեմ ասեցի բան հիշա, որ հումոր կա, որ ասում է ես պարկած եմ, դու կանգնած ես, բայց դսի մարդկանց համար երկուսս է նստացենք։ Հիմա ես պարկած եմ, դու կանգնած ես, բայց թշնամիների համար ընդամենը 2 հատ հայենք։ Ու նաև իրանց հիշելով պետքա ուժեղանանք, մեր հմտությունները բարձրացնենք, որովհետև ցավոք սրտի այնպիսի տարածաշրջանում ենք ապրում, որ պարբերաբար պետք է գալիս։ Կրակեմ ընկեր Անդրան։ Կրակի։ Այսինքն են տավրներ։ Հիմա կկրակենք 175 գրեյն HPBT փամփուշտներով։ Մի քիչ շատ է թափ տալի, որ ծերը դուլնի տորմուզ լիներ, շատ ավելի հարմար կլիներ։ Իսա չորորդն էլ եմ ուզում կրակեմ։ Ընկեր Անդրան, քանի որ դու արդեն միայն կադրի հետևում չես, արի ես գերմանական փամփուշտներով է դու փունջար, էլի։ Ուղղակի ուսիդ լավ կհենես։ Հզորությունն ու թեթևությունը բախում է տալի, ուզում է տա աշկիտ, էլի։ Հիմա կրակելու է ընկեր Անդրանը, ով հիշեցնեմ իմ սնայպեր պար ընկերն է, ճիշտ է մենք հիմա բալիստիկում սնայպերի պարը տեխնոլոգիայով փոխարինելու գործով ենք զբաղված, բայց դրանից իմ ու Անդրանի ընկերությունը չի պակասելու։ Ինքը դեռ հարց է, գիտնականները վիճում են ավելի լավ կրակում է, թե նկարում։
բայց ես կասեմ, որ երկուսն է միջինից էական բարձր է անում, եթե շատ համեստ ասեմ։ Հա, ընկեր։ Ոնց է, դու քեզնից գոհ ես։ Ես էսնից գոհ։ Իսկ քեզնից։ Քեզնից ավելի շատ։ Դու ոնց ես քայլում, որ էսի չի շարժվում։ Գիմբալ է կոչվում, աջանի ձեռների մեջ ներկառուցված գիմբալ կա։ Իրականում թեթևությունը մի քիչ շատ է, իշքան։ Թափ է տալի, չէ։ Հա։ Էսա շասին պետքա փոխվի։ Ասին որ փոխվի ճավ կլինի, ցկանը հարմար է։ Ոչ թե պետքա փոխվի, ոնց որ սխալ է, այսինքն ով ուզենա առնի մարզվի կարա, բայց խիստ սպորտայինի համար կարելի է, էլի։ Սպորտայինի գերջշկրիթի համար անպայման պետքա ծանրացնել մի քիչ։ Մի օր կգա կնկարենք դրա թվանքը, հեչ չմտածես, թե ինչպես Master Pierce Arms-ի շասին տեղադրել տիկա սուպեր վարմինտի վրա։ Բայց այս տիկաները սրտանց են սարքած։ Հիմա նայեք ոնց որ Անդրանը ես է պլավնի անցում եմ անում թղթին։ Հեսա։ Այս փորձնականն է, լավ վլայս չտալիս եմ քեզ։ Այս հետո 3 հատ կենտավրով։ Այս HP բիտիներով է, դուք տեսնում եք այստեղ կանոն ունես ընկեր։ Այո։ Ահա, դու էլի։ Կարում է համ կանոն տա, համ նկար։ Ես մեկը փախավ եմ, որ ասեցի մի հատ է ձեր թույլատվությամբ ավել կրակեմ էլի։ Եթե մեջտեղի կետերով նայենք, ոչ թե լենով 07-ին գա ծակերը, մեջտեղի կետերով այդ կես մոայի հորքուրի տղեն է էլի։ Ու ընկեր Անդրանը մի մոայից է փոքր կրակ է, մենք հաճախ մարզվենք ընկեր, թե չէ ընկել ենք հրաձգարանաշինական աշխատանքներով մշակույթ տարածելով բան, մեր մասին մոռացել ենք այդ պարտադիր բդի ուղվի, այս նաև մեր լիիրավ անդամներին է վերաբերվում, ավելի հաճախ եկեք ձեր ձեռը բացեք, հրաձգարանի հողը ունի ձեր մարզվելու կարիքը, լավն էր առաջի փորձից առանց պարկի աշկաչափով ոտերով այդ կեսմոան ինձ դուր եկավ։ Քեզ ընկեր Անդրան։ Շատ լավ էր։ Դե գնացինք ներքև տեսնենք հեռուներում ով կա։ Մի քանի հատ 500 խփենք ասում եմ։ Փորձենք։ Կրակում եմ։ Կատ։ Որ իսկերակում ինչ մատկացնեմ։ 5-ի տակինին։ Կատ։ Էլում խփենք։ Երիք ասած ենք ռեսուրսը բանի համար բանի։ Հա, ճիշտ է։ Քանզի վասնզի դուք այս զենքը պետքա գնեք, չնայած 308-երը 10,000 պլյուս ռեսուրս ունեն նորմալ շահագործելու դեպքում, բայց քանի որ գալու եք գնեք, ասում եմ ձեր հավես հանելու մասը մենք չհանենք էլի։ Իրանով լրիվ ռեալ է մինչև կիլոմետրանոց մրցումների մասնակցելը, եթե լավ փամփուշտներով մասնակցեք։ Իրանով ռեալ է մինչև 800 մետր պարապելը, եթե սովորական փամփուշտներով պարապեք։ Բայց ամեն մարզման երեկոն պետքա կիրառեք զենքը մաքրելու վրա։ Միակ տարբերակ, եթե վաղնել եք գալու կարակ երեկոյան չմաքրեք, բայց մյուս օրը լավ մաքրեք։ Մեկ անգամ չմաքրելը
ավելի շատ վնաս է բերում, քան թե 10 անգամ մաքրած կրակելը։ Դրա համար հարգեք ձեր զենքը, որ ժամանակը գա ինքն էլ ձեզ չդավաճանի։ Այսքանը զինվեք, մարզվեք ու կարող է մի օր դառնաք ազատազեն։